Հրապարակվում է վերաքննիչ դատարանի որոշման եզրափակիչ մասը, վերաքննիչ դատարանը որոշեց. Սահմանադրական կարգի ինքնին պետության և հասարակական անվտանգության դերակատարված հանցագործությունների գործի վարչության պետի տեղակալ Վանահարությունյանի վերաքննիչ բողոքը մերժել, դեղադրյալ Գևորգ Միքայել Արտաշեսի Աջապայանի պաշտպանել Արոնյանի Զորաբյանի Աքունցի և Արմենյանի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի Երևան քաղաքի առաջին այցան լրացության քրեական դատարանի 2025 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 3-21-91-25 քրեական գործով կայացված դատաճառով բեկանել վարդը փոխանցելով Շիրակի մարզի առաջին այցան ընդհանրացան դատարան նոր քննությանը Մեղադրյալ Գևորգ Միքայել Արտաշեսի Աջապայանի նկատմամբ ժառանգապանության տնային կալանքը վերացնել իսկ բացակայելու արտիքը թողնել ամփոփ Որոշումը կարող է փոխարկվել վճռաբեկ դատարան ստանալու մեկուսի ժամկետում Սույվարքով Արկա է դատարան աշնարհակալանի տարբեր գլխավոր կարծիքը Որպես պարզաբանում նշեմ, որ վերաքննիչ դատարանը գտա, որ Երևան քաղաքի առաջին այցան ընդհանուր իրավասության քրեական դատարանի սույն դեպքում չի հանդիսացել որպես օրենքի վրա ստեղծված և պատշաճ դատարան։ Այդ իսկ պատճառով դատարանը բեկանվել է և վարդը փոխանցվել է վերջկարծիքով ըստ պատշաճ ընդդիմության։ Պարոն Մարկարյանը այդ հարցով ունի այլ դիրքորոշում, որի մասին արդեն հատուկ կարծիքով կներկայացնի, մնացած մանրամասները կշարժվեն դատական ակտում։